Շնորհակալ եմ։ Կատրին Գասպարյան։ Լսենք Գլումովին։ Ինձ թվում է արդեն պետք է ասել ոչ թե Կատրին Գասպարյան, պետք է ասել Կարդիո Կատրին։ Այդպես։ Կատրին, զգացվում էր, որ անհամբեր սպասում եք երգի այն երկրորդ մասին, որտեղ դուք լիաթոք, լիաձայն կարողացաք այդ ամենը ներկայացնել։ Նախ եւս մեկ անգամ ծափարենք մեր հիանալի երաժիշտներին։ Եվ ես հասկանում եմ, որ ինչքան ժամանակը գնում է առաջ, այդքան սերունդները փոխվում են, եթե ժամանակին սա գեղեցիկ, մեղմ երգ էր, հիմա դարձավ այսպիսին, որտեվ հիմիկվա մեր աղջիկներն են այսպիսին։ Ձայն ունեն, ձայնի իրավունք ունեն, արտահայտվելու իրավունք ունեն։ Սյուզանան վրեսնեն սանայեմ, ոնց որ Արտեմի Այվազյանի ժամանակ առաջին ինքն էր կատարը եւ ձայնի իրավունք չուներ։ Տես այն ժամանակ երգը շատ մեղմ էր հնչում, հիմա այլ կերպ է հնչում եւ ես շատ ուրախ եմ, որ սա այսպես է, որ ամեն ինչ փոխվում է։ Կատրին, շարունակեք փայլել։ Շնորհակալ եմ։ Սյուզաննա։ Կատրին ջան, շնորհավորում եմ փառահեղ ելույթի կապակցությամբ։ Ինձ ավելի շատ դուր եկավ երգի քո տարբերակը հենց սկզբում, որովհետև քո ֆորտեներից այդ ծավալուն ես արդեն չեմ զարմանում, դրանք քո այն ամենագույներն են, բայց ես այսօր տեսա բոլորովին այլ Կատրին ու ինձ համար համենայն դեպս բեմում գտնվող մարդը պետք է լինի հենց այսպիսին։ Ինչ խնդիր որ տալիս է քեզ ռեժիսորը, պրոդյուսերը երաժշտական, դու պետք է կարողանաս ճիշտ պահին, ճիշտ տեղում այդ ամենը կատարել եւ ֆենոմենը է այս ամեն ինչի էս դպրոցի, որը դուք անցնում եք, հենց սրանում է։ Անդրե, ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որովհետեւ գիտեմ, որ սա նաեւ քո շատ մեծ աշխատանքն է, որ դու կարողացել ես Կատրինի այդ երրուն վիճակի մեջ մտցնել հայկական գեղեցիկ աղջկան, որը բեմում էր։ Շնորհակալ եմ Կատրին, ես հպարտանում եմ քեզանով, սիրում եմ։ Շնորհակալություն։ Սոնա։ Սկիզբը ինձ вообще շատ դուր եկավ, շատ, որովհետև ճիշտ ասում, Սյուզանում մենք արդեն գիտենք դու ինչին ես ընդունակ ու ինչ կարող ես անել, ցունամի, փոթորիկ։ Մի բան կխնդրեմ, որ էմոցիաները սենց գալիս են, սենց բան, անպայման վերջավորությունները մի քցի, խնդրում եմ տեղեր կա, տապորում ես, այդ լավ իմաստով, ես էլ եմ սիրում այդ տապորելը, բայց այս արաքսի մեջ սենց այդ վերջավորությունները, բարերի, տառերը մի կուլտուր ջան։ Էդի թողելի սենց այդ սախ տեխնիկի նյուանսները, բայց ես շնորհավորում եմ քեզ ու շնորհավորում եմ բոլորիս, որ մենք սենց նոր Կատրին տեսնում ենք, Անդրե, մերսի քեզ շատ, այս լրիվ ուրիշ վիճակ էր, անսպասելի ինձ համար, որ այդ օթային ձայնով սկիզբը ու սենց սիրուն կարող ես սենց փշակաղվեցի, մերսի շատ քեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գեղեցիկ կատարման հեղինակ Անդրե։ Գեղեցիկ կատարման հեղինակը հենց գեղեցիկ տաղանդավոր Կատրինն է։ Նա ես ուղղակի շատ շնորհակալ եմ Սոնա, Սյուզաննա, Գոր եւ քեզ Կատրին։ Ես իսկապես այնքան ուրախ եմ, որ մեր երկարվեստի երկնակամարում հայտնվել ես եւ հենց ծննդատունը հայ սուպերստարն է, որովհետև ես տեսնում եմ քո մեջ այն պոտենցիալը, որ շատ երկար տարիներ մեզ դեռ այս հզոր ձայնը եւ այս հզոր երգչին զարմացնելու է, դա թող չխանգարի քեզ այս խոսքերս, որովհետև գիտես իմ բնավորությունը ես եւ ասում եմ, որովհետև չեմ կարող անդիմանալ, շատ էմոցիոնալ եմ եւ պետք է ասեմ իհարկե մասերը, որոնք որ ես կուզենայի, որ ավելի այնպիսի լինեին, ինչպիսին որ ես եմ լսել փորձերին, շատ լավ էր ամեն բան, բայց կան բաներ, որոնք որ կուզենայի որ չլիներ։ Սոնայի հետ համաձայն եմ, Սոնան Սորը չխանգարի, մի րոպե հայերեն դուրս եմ գրե անջրպետ,
Չեմ հավատում, ինչ կա։ Խոչն, հա, это խոչն անջրպետն էի, թե Այդ խոչընդոտը։ որ ասեցիր չխանգարի, էլի, անջրպետ խոչընդոտն է, իսկ խոչընդոտն է ինչ է, գիտես։ Սենց շատ խոչը։ Այս ես Խոչն, արդեն գիտեմ, արկելք։ Ես շատ անսպասելի խոչընդոտ էր նոր։ Սովորում եմ քիչ-քիչ, սպասեք հələ, համբերեք, նենց խոսամ, հետո չհասկանաք ինչ ենք խոսում։ Մի խոսքով, շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Կատրին։ Շնորհակալություն։